Եվ այսպես, արդյոք Նիկոլ Փաշինյանը միակողմանի կստորագրի այսպես կոչված խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի հետ, հարգելի հեռուստադիտողներ, այն ինչ կատարվում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վերջին մի քանի օրերի ընթացքում իրապես մտնելու է համաշխարհային դիվանագիտության պատմության մեջ, որովհետեւ սա երևի աննախադեպ դեպք կարող է լինել, երբ որ եղել է կոնֆլիկտին մի քանի կողմ են մասնակցել եւ այդ կոնֆլիկտի ֆորմալ ավարտին կոնֆլիկտի կողմերից մեկը կարող է միակողմանի խաղաղության պայմանագիր ստորագրել առանց երկրորդ, երրորդ կողմերի, եկեք հասկանանք, ինչու ենք մենք այս տրամաբանական եզրահանգման եկել։ Մարտի 13-ին ադրբեջանական կողմը եւ պաշտոնական Երևանը առանձին հայտարարեցին այն մասին, որ իրենք եկել են համաձայնության այսպես կոչված խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ եւ պաշտոնական Երևանը նաեւ հաղորդագրություն տարածեց այն մասին, որ պատրաստ են սկսել խորհրդակցություններ պաշտոնական Բաքվի հետ տեղի եւ ժամի ընտրության վերաբերյալ, այսինքն երբ եւ որտեղ ստորագրել այսպես կոչված խաղաղության պայմանագիրը։ Վերջին մի քանի օրերին էլ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ կրկնելով իր իսկ կողմից արած գրառումները անդադար սոցիալական ցանցերի իր էջում գրում է հետեւյալը, որ խաղաղության պայմանագրի տեքստը ամբողջությամբ պատրաստ է, տեխնիկական բոլոր աշխատանքներն ավարտված են եւ կա հնարավորություն ստորագրել խաղաղության պայմանագիրը, նա հրավիրում է Իլհամ Ալիևին ստորագրել այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, բայց արձանագրենք նաև հետևյալը, որ պաշտոնական Բաքուն իր դիրքորոշումը չի փոխում։ Նախ արձանագրենք, որ Ջեյխուն Բայրամովը անմիջապես հենց այն նույն զրույցում լրագրողների հետ, երբ նա տեղեկացրեց, որ Երևանը ընդունել է Բաքվի առաջարկները վերջին երկու կետերի վերաբերյալ, նա ասաց հետևյալը, որ իհարկե բանակցությունները կարելի է համարել ավարտված խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ, բայց քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը չի փոխել իր սահմանադրությունը, անհրաժեշտ պայմաններ ստեղծված չեն խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար, երեք էլ գլոբալ առումով նա ավարտ դրեց այս խոսակցություններում հերթական անգամ վերահաստատելով, որ քանի դեռ պաշտոնական Երևանը չի գնացել սահմանադրական փոփոխությունների, անհրաժեշտ պայմաններ չկան այսպես կոչված խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար, բայց եկեք հասկանանք ինչ է անում պաշտոնական Երևանը, ինչու են իրենք այս մոտեցումները որդեգրել, բացի նրանից, որ Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում պարել զինվորների հետ, հեծանիվ քշել եւ նմանատիպ այլ էպոտաժային քայլեր անել, նա նաեւ դիվանագիտական ոլորտում փորձում ինչ-որ նորարարություններ մտցնել ու հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է քաղաքական առումով, գաղափարական առումով Լևոն Տեր-Պետրոսյանի արեալի ներկայացուցիչը, նա անում է ուղիղ այն, ինչը տարիներ առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրայինին տված իր հարցազրույցում ասում էր. միտքը հետևյալն էր, որ Հայաստանը պետք է գնա եւ ստորագրի այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, դրանից հետո միջազգային հանրության ճնշումը ուղղված է լինելու Ադրբեջանի դեմ, որովհետև բոլորը տեսնելու են, որ Հայաստանը կոնստրուկտիվ է, Հայաստանը պատրաստ է գնալ եւ բանակցությունների ավարտի, այլ Ադրբեջանն է, որ դեստրուկտիվ է եւ ճիշտ քայլեր չի իրականացնում։ Հենց այս նույն տրամաբանությամբ էլ շարժում է Նիկոլ Փաշինյանը, նա փաստացի ընդունել է Հայաստանի համար վտանգ ներկայացնող երկու կետեր, այսպես կոչված խաղաղության պայմանագրի հաշվարկը հետևյալն է, տեսեք, նախ իրեն անհրաժեշտ է միջև սահմանադրական փոփոխությունները կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը որևիցե մի փաստաթուղթ ունենալ, որը նա կկարողանա հանրությանը վաճառել Հայաստանի ներսում, ասելով, որ Ժորժ ջան, ես ձեզ բերել եմ այդ խաղաղության պայմանագիրը, ուստի ես իրավունք ունեմ հավակնեմ շարունակել ղեկավարել Հայաստանի Հանրապետությունը ու այստեղ եւս մի կարևոր հանգամանք կա, տեսեք, իրեն անհրաժեշտ է, որ նա զիջումների մի փուլը անի հիմա, իսկ մի փուլը ընտրություններից հետո, որ ընտրություններից հետո էլ զիջելու, սակարկելու, հանձնելու ինչ որ նյութ ունենա, հետեւաբար նա փորձում է միջև ընտրությունները, միջև սահմանադրական փոփոխությունները եւ այլն Ադրբեջանի հետ հասնի ինչ-որ փաստաթղթի ստորագրմանը ու շարունակելով նաև այն թեզը, որը առաջ էր բերել նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչ է անում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ Տեսակ չէ ինչքան հայտարարություններ եղան Լյուքսեմբուրգից մինչև Ֆրանսիա, Իրանից մինչև Լիխտենշտեյն, կապված խաղաղության պայմանագրի հետ կապված բոլորը ողջունում են։ Այսօր էլ Նիկոլ Փաշինյանը Հայաստան էր բերել ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսսենին, ով լինելով Իջևանում եւ շփվելով լրատվամիջոցների հետ
ոչ միայն մեզ համոզում էր, որ եթե եվրոպացի դիտորդները, որոնց գրեթե սրբադասել էին Հայաստանի Հանրապետության իշխանությունները, լքեն հայ-ադրբեջանական սահմանը ոչինչ չի լինելու, նա նաև ասում էր հետևյալը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Եվրոմիությունը, քաղաքակիրթ աշխարհը պետք է ճնշեն Ադրբեջանին, որ նա գնա այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրմանը, բայց ադրբեջանական կողմը անդրդվելի է, իրենք չեն զիջում Հայաստանի նկատմամբ ունեցած որևիցե պահանջ, կրկին ասենք, իրենք այսպես կոչված խաղաղության պայմանագիրը ընկալում են որպես փաթեթներից մեկը, պահանջների փաթեթներից մեկը, որը իրենք ունեն Հայաստանի Հանրապետության նկատմամբ, եւ ստանալով մի փաթեթի վերաբերյալ լիակատար համաձայնություն, իրենք անցել են այլ հարցերին, բայց այստեղ կա եւս մի շատ կարեւոր հանգամանք եւ շատ վտանգավոր հանգամանք։ Նիկոլ Փաշինյանը, կրկին ասենք, բացի էպոտաժային քայլերից, հեծանիվ քշել, զինվորների հետ ապարել, չգիտեմ, եւ մի շարք այլ իրողություններից, նա ունի եւս մի էպոտաժային քայլի փորձ։ Հիշում եք 2023 թվականը, այն բանից հետո, երբ որ Արցախում տեղի ունեցավ էթնիկ զտումը, Արցախը դատարկվեց, Նիկոլ Փաշինյանը գրեթե անմիջապես հետո գնաց Գրանադա, Շոլցի, Մակրոնի, Շարլ Միշելի ներկայությամբ, մասնակցությամբ ստորագրեց մի փաստաթուղթ, որով հերթական անգամ ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախի հանրապետությունը ներառյալ, եւ նա դա արեց մի իրավիճակում, երբ որ Իլհամ Ալիևը չկար Գրանադայում, բայց Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Արցախը հերթական անգամ Ադրբեջանի մաս։ Հիմա կա վտանգ, որ Նիկոլ Փաշինյանը կարող է նույն քայլի դիմել, ասել դե ես ստորագրել եմ խաղաղության պայմանագիրը եւ այդ խաղաղության պայմանագրով տնետուն, այսպես ասած, գնա այսպես կոչված իրական Հայաստանի կոնցեպտը ներկայացնելու շրջանակներում, բայց այստեղ վտանգը գիտեք ինչու՞մն է կայանում։ Նիկոլ Փաշինյանը, մենք արդեն խոսել ենք սրա վերաբերյալ, նա ունի սուբյեկտիվ ընկալումներ օբյեկտիվ փաստաթղթերի, օբյեկտիվ միջպետական փաստաթղթերի նկատմամբ։ Տեսեք, եթե նա գնա եւ միակողմանի ստորագրի փաստաթուղթ, այսպես կոչված խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, դա կհանգեցնի հետեւյալին, որ Ադրբեջանը իր վրա ոչ մի պարտավորություն չի վերցնի, բայց Հայաստանը որպես ստորագրած կողմ իր վրա մի շարք պարտավորություններ է վերցնում։ Օրինակ, տեսեք, մենք եվրոպացի դիտորդներին հանելու ենք, իսկ ադրբեջանցիները թուրքերին մեր հետ սահմանից չեն հանելու։ Մենք հայցերը ետ ենք վերցնելու միջազգային ատյաններից ընդդեմ Ադրբեջանը կարող է նոր հայցեր մեր դեմ ներկայացնել։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ իրողությունը ինչ որ մի բանով տարբերվելու է նոյեմբերի 9-ի փաստաթղթի իրողությունից, որ Նիկոլ Փաշինյանը միայն 9-րդ կետը կյանքի չկոչելու համար հրաժարվեց, տապալեց բոլոր մնացած 8 կետերը, կարծելով, որ Ադրբեջանը դրանից հետո անխոտ չնդոտ տեղաշարժ Հայաստանով չի պահանջելու, բայց իրականությունը եղավ հետևյալը. Ադրբեջանը չհրաժարվեց նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետից։ Արձանագրենք վերջում հետևյալը, հարգելի հեռուստադիտողներ, Նիկոլ Փաշինյանի սուբյեկտիվ ընկալումների պատճառով մենք արդեն կորցրել ենք Արցախի հանրապետությունը։ Արժի արդյոք թույլ տալ, որ այդ սուբյեկտիվ ընկալումների պատճառով մենք կորցնենք նաև Հայաստանի հանրապետությունը։ Մտածեք այդ մասին։